Վերջին շրջանում աշխարհը խոսում է վարակիչ երկու հիվանդության մասին։ Դրանցից մեկը էբոլան է, մյուսը հանտավիրուսը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի բռնկման պատճառով հանրային առողջապահական ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ 2 օր առաջ է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածել այս տեղեկությունը։ Արձանագրվել են ինչպես հաստատված, այնպես էլ կասկածելի դեպքեր, այդ թվում մահվան ելքով։ Ներկայում բռնկման մասշտաբները սակայն չեն համապատասխանում համավարակային արտակարգ իրավիճակի սահմանմանը։ Ծանր մահաբեր հիվանդություն է, բայց ինքը էնդեմիկ է, ինքը տարածված է Աֆրիկայի համապատասխան շրջաններում, քանի որ հարուցիչը ապրում է այդտեղի կենդանիների շրջանում եւ մարդկանց շրջանում, կարող է փոխանցվել մարդուց մարդ։ Էբոլան փոխանցվում է սերտ կոնտակտով, ոչ օդակաթիլային եղանակով։ Ինչպես Եվրոպայի, այնպես էլ մեր երկրի համար այս պահին ռիսկը համարվում է ցածր, որովհետեւ դեպքի համար պիտի լինի հիվանդ մարդ մեր պարագայում, մենք չունենք այդ կենդանիներից եւ մեր Հայաստանում կամ Եվրոպայում այդ հարուցիչը չի տարածված, որպեսզի ինչ-որ մեկը հիվանդանա։ Ինչ վերաբերում է հանտավիրուսին, որը տարածվել էր զբոսանավում, բռնկումը ավարտման փուլում է։ Հայտնաբերված վիրուսը անդերի հանտավիրուսն է, միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ, սերտ շփման դեպքում։ Մայիսի 18-ի դրությամբ արձանագրվել է 12 դեպք, որոնցից 9 հաստատված, 2-ը հավանական, 1-ը անորոշ, վերջինը մահացել է։ Հարուցիչը կոնկրետ աշխարհում հայտնաբերում է միայն մի փոքր մասում, Անդերում, դա Պերուի եւ Չիլիի հատուկ մասերում է, որովհետեւ այնտեղ է ապրում այն փոխանցող կրծողը, որի օրգանիզմում այս վիրուսը Անդերի տեսակը հանտավիրուսը ապրում է։ Եվ այդ իսկ մարդիկ վարակվում են, երբ որ կոնտակտի մեջ են լինում այդ ուրեմն փոխանցող կրծողի կենսագործունեության արգասիքների հետ։ Հայաստանում եվրոպական տարածաշրջանում հանտավիրուսի տարածման ռիսկը եւս ներկայում գնահատվում է ցածր։ Ըստ Նունե Բակունցի զանգվածային համավարակ դառնալու ներուժ, ներկայում էբոլան ու հանտավիրուսը չունեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ, սակայն մասնագետը նշում է, մինչև բռնկման վտանգի վերացումը ցանկալի չէ մեկնել այն երկրներ, որտեղ գրանցված է էբոլան։ Հիշեցնում է, հիգիենիկ կանոնների ամենօրյա պահպանումը մարդկանց կարող է պաշտպանել գրեթե բոլոր հիվանդություններից։ Դա ձեռքերի հիգիենան է, ձեռքերը հաճախ լվանալ օճառով եւ տաք ջրով, որովհետեւ այդ նույն մեխանիզմով փոխանցում է ինչպես գրիպը, մենք ասում ենք սուրշնչառական, այնպես էլ այս սեզոնին բնորոշ աղիքային վարակները։ Լիանա Խաչատուրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։